Աֆրիկյան էկզոտիկայից մինչ բրիտանական դասականի, իտալական ջերմությունից մինչ ճապոնական նրբաճաշակություն, լատինական դինամիկայից մինչ ֆրանսիական արդիականություն, ալպիական պարզություն, իսկ այս տարի 2012 սկանդինավյան հավաքածու, հանգստություն, մաքրություն և միաժամանակ գույների նուրբ համադրություն։ Համեցեք Կերամամարացի ծանոթանալու հերթական նորույթին։ Ազինը նահագի վաղտափող չի բերում, հավորն ասել է, որ կլուբը ժամանակավոր մեզ հանձնես։ Երանի Դավիթ սել, այդ չարաբաստի քրդեից հետո հրաշքով փրկված լինել։ Իմ իմանալով, Դավիթն ու Շակալը այդ պաժարի ժամանակ ինչ-որ կերպ փրկվել են։ Այդ լավ, որ դուք ով օտովստեք։ Բարի օր։ Բարի օր, ուշացել ես, ախպերս, վաղը արի, այսօր մարդ չկա։ Չէ, Գևորգ ջան, ես քո մոտ եմ եկել, քո։ Եկել եմ, որ երկու հին կոլեգաներով նստենք, մի քիչ կոկորտներս թռչենք, զրուցենք, հիշենք։ Արի։ Ուստա գարնիկ։ Բայց ինչ ճիշտ են ասել մեր մեծերս, հոսարը սարին չի հանդիպի, մարդը մարդուն կհանդիպի։ Դե վեգալ ախպեր ջան, վեգալ ես բաժակով խմենք մեր են ախպերների համար, ով հիմա մեր են չի։ Ով կրճատման տակում գավ, ով է տանասունների դուրրից ու գյուլից գնաց տանակից։ Նե։ Իշտ ես ախպերս, ասում ես անունդ ոնց էր։ Ալիկ, անունս Ալիկ կա, Գևորգ ախպեր։ Դե թող ծանոթության կենացելն է, Ալիկ ջան։ Ոնց ասես ցավը տանեմ, այսօր բա համադեն դու ես, թե չէ ես ինչ, ես հյուր եմ։ Այ ախպերս, ես իշտ համադա, ես ես պայեստի պետերի նոքյարն եմ, այն վաղտ էր, որ Գևորը համադա էր, խազային էր, է վեգալ։ Հլես խմենք։ Աշկիս, այն տարիները հիշեցիր, որ զոնում աշխատում էիր։ Բա, վեկալ մի հատ է խմենք, լավ պրիխոտ տվեց։ Բա հիմա թոզը հավաքենք։ Լավ։ Լավն էր, տես չխտելուն իդն է։ Ախպերս, կներես, արիսի խմենք մեր հիշողությունների կենացը, են թվերի կենացը ցավը տանեմ, լավ տարիներ էին ախպերս։ Ճիշտ ես ասում, հիշողությունների համար։ Հիշողությունը լավ բան է, բայց դե վատ կոմել ունի, էլի։ Բայց ամեն դեպքում հիշողությունների համար, ասма մարդը առանց հիշողության բույսի նման մի բան է, չէ՞։ Ճիշտ ես ախպերս, գնացիք։ Լսի, ասում եմ, այն պաժարն ու բունտը հիշում ես։ Պաժարն էլ եմ հիշում, բունտն էլ եմ հիշում, տղեկին էլ եմ հիշում, ախպերս ով ընգավ, ով բաժարից վարվավ, ով են խուժանը գյուլից են աշխար գնաց։ Այդ օրը շատ կարգին տղեր կարծել, համ մեր կոմից, համ իրենց կոմից։ Խոստաստան ուրես որ, նրանց մեջ էլ կարգին տղեր կային։ Օրինակով։ Օրինակ Շակալը։ Շակալին չէր ճանաչում,
Մասն ոնց կարել շակալին չճանաչեին, ինչքան գիտեմ շակալը հենց այդ օրն էլ Շակալը ընկերս էր։ Լուրջ աղբեր ես, դե մեր աղբերների համար, ով հիմա մեր հետ չի, բայց պետք է ներկա լիներ, հանձինը շակալի։ Ասպես շակալն երետ էր։ Աղբերս ներսում ընկերացանք։ Իրար հետ ահագին գործ մորց էինք անում։ Համ իրան էր լավ դե գիտես, համ էլ մեզ, մենք էլ էինք օգտվում։ Հա բա ինչ, բայց ասում են գեշմահով է գնացի, հա։ Սաղ են լակոտի երեսից եղավ։ Դավիթի, Ճանաչում ես։ ոնց չեմ ճանաչում, ես դրա Գեորգն Գերենդին։ Դրսից նավոդկա է ստացել, որ էդի մենակով կազինո է տարել ու սաղ փողերը իրանով է արել։ Պատկերացնում ես ինչ թիվ է խփել դե տաննասուն, հա։ Բայց դե տենց էլ Բայց տենց էլ չասեց, հա, փողերի թե։ ուրա ասած էր աղբերս, բա որ ասած էր հիմա ես ու դու ստեն նստած կլնենք։ Հիմա մեծ լավ ռեստորանում նստած իրար հետ քեֆ ենք անում, շակալն է մեր հետ կլներ։ Էլի ռեստորան է, ինչ եղավ, մի հատ էլ չգնանք։ Լավ է գնաց։ Ես լավն է, Խոսքդ կիսատ դու մեր այ աղբեր, բաժարից էիր պատմում բան։ Հա, բաժարից, ապեր հենց այդ օրը տեղը յարը, որ շակալը պտի թռներ, բայց մինչև թռնելը պետքա Դավիթից փողերի տեղը իմանար։ Ես դրա արամ, ուրեմն տենց էլ մինչև վերջ չասացա փողերի տեղը։ Շակալն ամենաթեժ պահին, որ աչ ու ձախ կրակա, նրանք իրանց կողմից են կրակում, մերոնք մեր կողմից են կրակում, տղեկի հետ մտնում է սրա կամերա, դուրն էլ ես էի բացի, պատկերացրիր։ Պատկերացնում եմ։ Մտնում է սրան դեմատալի պատին։ Ոնց անում է, ինչ անում է, այսի ոչ մի ձև տեղը չի ասում փողերի։ Փաստորեն վերջի շանսներ, աղբերս, էսի որ փողերի տեղը ասում էր, ելնում ենք դու սաղով ու միանգամից միլիոնատեր էինք դառնում։ Հետո աղբերս, էսի որ փողերի տեղը չասեց, շակալի ֆազերը խփեց, դանակը վեկալավ ու սրա սկսեց սրա երեսը այլանդակել, այնց որ հարազատ մերը չի ճանաչի։ Ջոգի։ Դաժե այդքանից հետո աղբերս, ես հարիֆը չխոսած, դու ունդեր տեներ թե ես շակալը ոնց էր ես հարիֆին տիրում էր անում։ Ոբշմ աղբերս շատ վատ էր վիճակը։ Դրանից հետո էլ շակալին չտեսա ես աղբերս, մինչև հիմա աստե նստած ես պահակություն եմ անում։ Դե ասա, Արի խմենք շակալի կենացը։ Հա, շակալի համար։ Անուշ աղբերս։ Անուշի կողքերը ֆրֆրես։ Դասա Արիֆ լակոտ։ Դրա նմանները լիմա շատ են, որ ամեն ինչ բռնում են, ոչինչ ոչ քեզ են ասում։ Դասա Յանասունգյադա փողերի տեղը ասեր, լավ կլել էր, մեկը մեռնելու էր այդ հայր։ Դու պատկերացնում ես, որ այդ անասունը է ձվել, բա դրա ընկերները ինչ պետք իրնեն։ Այդ դրանց սաղին բռնես ու Ահա։ Դրանց սաղին էլ հասնում է։ Դրանք սաղն էլ չմշություն են։ Իսկի լալա աղբյուր, չորնի մի հատ էլ ես ուզում խմենք։ Չէ։ Ես եմ ուզում։ Ինչ ես անում, այ աղբյուր։ Դու ճիշտ ես գիտես, պետք է դնես դրանց ու պրտես, այսած դեմ տասերեսին ու պրտես, ոնց կարացի կարա հազարակով մտնեք կարա աղբորս մոտ, ու սպանը կարա։ Ով ասեց, որ Դավիթի սպանել ենք։ Ոնց, խոսա արա ինչ գիտես, հնարավորավոր Դավիթը ողջ, հա խոսա։ Ես դե չեմ էլի, ասում են Մուրադն ասը ու տարե Դավիթին։ Ուրա տարե արա, ուրա տարե։ Չեմ իմանում են ժամանակով բոլորին կամ մահացած կամ վիրավոր տանում են, հոսպիտալը դես արդյունով կային անում։ Աստծուն աղոթի, որ Դավիթը ողջ մնացած։ Թե չկդնեն, կիսատ գործը սավարտին կհասկացան, հասկացա։ Հասկացա, աղբերս հասկացա։
Ցավացում եմ։ Շատ եմ ցավում։ Դու ով ես արա։ Ես քո պահապան հրեշտակն եմ։ Ես ինչ ես անում։ Իմ համար նա ճշտում է սա 2008-ին է, բաժարից վարվածներին ու վիրավորվածներին կոնկրետ որ հոսպիտալ են տալել։ Հասկացար։ Հասկացա, շեֆ։ Ու հենց ճշտում է զանգում ես ձեռի շտաբ։ Ինձ այդ հիվանդանոցի հասցենա պետք։ Եղավ, իմանամ, շեֆ։ Դե դավայ։ Արդյոք հայտնվես քավորը ու հետո էլ քավորը պատմում է Արամին։ Ինչն է կապում ձեզ Դավիթի հետ։ Ես ամեն ինչ կիմանամ։ Շիպցիալի գջելամ, թե չիմանամ ինչն է ձեզ կապում Դավիթի հետ։ Մտածի ախպերս, ես ամեն ինչն է մարզելի եմ։ Ալիկը երբեք վախ չի ունեցել։ Ալիկը երբեք չէր հաշվարկում, թե ինչ կլինի վերջում։ Ուղղակի կոտոշները սրում ու առաջ էր գնում։ Ալիկը միշտ էլ առանց երկար բարակ մտածելու նետվում էր գրոհի։ Հիմա էլ նա համաձայն իր բնավորության ցլամարտից սուլի նման պիտի նետվի այն կարմիր լաթի վրա, որ թափահարել են իր առջև։ Էդգար ջան, Մամ, գնա օգնի Վահանի հետ եկեք հաց ուտելու։ մամ ջան, ավելի լավ է ամեն ինչը ես ինքս տանեմ։ Հա, կտանես, բալես։ Այ իհարկե։ Դե Էդգար ջան, այս սինու մեջ ամեն ինչ դիր ու տար Վահանի։ Լավ։ Վահանը շատ կլինի։ Yes. Sense. Там слово часа. Бадио, Лара, уж не жамна. Ինչա վիճակը դրա։ Ես դրանց 4 հոգով վրա տվին, բայց ես էլ գիտես լավ Հա տենում եմ։ ոսկե լավ։ Այ կամած ցավում է գլուխա չէ։ Սպասի։ Ճակոտիդ մոտ եմ կապելու ձև չի։ Գարես իմ sense ոնց տուն գնամ։ Ոչ մի տեղի չես գնա, կմնաս մեր տունը։ Կզանգեմ ձերոս կասեմ երեդ բարապելու բանն ենք։ Ձերանք դեմ չեն լինի։ Մերոնք։ Չէ, ձերոս առանց պետք է դեմանեն։ Չէ, նորմալ կմնաս մեր տունը։ Այս չակը։ Սոսամալի գերիների։ Էս ինչ ա եղել։ Ոչ մի բան, Վահանը մեր կողմ մեր տունը կմնա։ Էս ինչ էլի կռիվ եք արել։ Գնա դասերից նայ, ավելի հարցերը մի դուր։ Էդգար ջան, կարես ջուր բերես։ Հա, բավարար։ Դեկես։ Ինչքան փորձանքա քո գլխին պետք է գա, չէ։ Արել մի ասա։ Անտերը ոնց որ մագնիս է։ Այ խելոք, մագնիսը դու ես։ Դու ես քաշում քեզ սա։ Ես ու թարգես խաղում։ Ապա խաղալը ստեղ ինչ կապ ունի։ Խաղալը ոչ մի կապ չունի, ախպեր։ Պրոստը այսօր իմ օրը չէր, այդքան բան։ Չես փոխվի։ Ինչքան դու կփոխվես, այդքան էլ ես ապեր։ Լավ, ինչքան կարելի է սենց։ Ախպեր, թե պիտի գլխիս քարոզ կարտաս, ես Լստի, ոչ մի տեղը չես գնա ջուրը։ Ախր, ես գլուխս խիասած ցավում։ Ուզում ես չցավար։ Չէ, ապա, աշկիս ես ուղեղի ցանցում եմ ստացել։ Ուրեմն այդ ուղեղի ցանցումը ստաներ, խելքը տեղի գար։ Մամային ասա թող մտուն չայ դնի։ Ասում են ուղեղի ցանցումի դեպքում լավ է։ Ահա։
Էդգար, ես կամ եմ։ Բա ինչ անեմ։ Ոնց ինչ անեմ։ Ապա վտար մի բաժակ էլ ջուր բեր։ Ուրեմն է սա, հա։ Ես ճիշտ եմ եկել որ։ Այլ։ Ուրեմն ստեղ են քեզ բերել բաժանված։ Սատանեն ասում եմ մի մտի գորշում ես։ Բայց չէ, ես պետք է իմանամ։ Ստոպ երկու տարի մորթը ոչի մտը։ Ժողովուրդ! Մարկաս է! Բարը Մարկուր ջան։ Բարը և տղաձան։ Ես բա ժողովուրդ ուրա։ Նոր շենք են տեղափոխվել, մի ամսից ավել է տեղափոխվել։ Բա այդ դեպքում դու ստեղ ինչ ես անում։ Եկել եմ արխիվները հավաքել։ Հիմի ամեն ինչ համակարգչով են անում, էլ ես արխիվներին ով է կարևորություն տալիս։ Ինչ հարցով ես եկել։ Կարևորը որ ճիշտ ժամանակին եմ եկել։ Ինչ է քեզ պետք։ Մորքուր ջան, իսկ այդ արխիվները ո՞ր թվից են։ Ասա կոնկրետ ինչ է պետք։ 61 թվից ամեն ինչ կա։ Ըստ կարգի պահպանված լուսանկարներով, տվյալներով։ Ուրեմն իմ փնտրածը հնարավոր է որ հենց այս սարքերի մեջ լինի։ Ինչ ես ուզում։ Ես իմ ընկերոջն եմ փնտրում։ Իմացա որ հաղդահից վառված ու դեմքը ճղարտված վիճակում իրան այս հոսպիտալ եմ բերել։ 2002 թվի հրդեհի մասին է խոսքը։ Հա, Մորքուր ջան։ Քո տարիքի համար լավ էլ հիշողություն ունես։ Առանց հիշողության ոնց կլինի։ Ես բոլորի դեմքերն էլ հիշում եմ, 17 հոգի էին։ Բոլորին միասին բերեցին այս հոսպիտալ, տարբեր աստիճանի այրվածքներով ու հրազենի վնասվածքներով։ Մորքուր ջան, իսկ իրանց մեջ Մանուկյան Դավիթ անունով տղա կար։ Մանուկյան Դավիթը։ Հա, Մանուկյան Դավիթ։ Հա, տղա ջան, Դավիթն էլ էր այդ տղերքի մեջ։ Բոլորին միասին բերեցին մեր հոսպիտալ։ Այդ տղերքից մի մասը այս հոսպիտալում մահացավ։ Արի ցույց տա։ Ժամանակին այս հոսպիտալը լավագույն հոսպիտալներ էր, տեղ ու դադար չկար, այստեղ պարկելու համար մարդիկ ծանոթ էին գտնում։ Այդ տղաների մի մասը ստեղ էին պարկած։ Այս հոսպիտալի հիմնադրման օրից ես այստեղ եմ աշխատում, շատ դեպքեր եմ հիշում, բայց այս դեպքի նման դեպք, որ միասին այդ քանակի ու այդ այրվածքներով այդ ծանր վիճակում բերեն այս հոսպիտալ, տենց բան չեմ հիշում։ Ինքը քո ընկերն էր։ Հա, Մորքուր ջան։
Իմ մանկության ընկերներ։ Իսկ ինքը ստեղ էր պարկած։ Ինքը հենց այս սենյակում էր պարկած։ Իսկ այդ տարիներին դու Հայաստանում չէիր։ Դավիթը այս սենյակում մահացավ։ Չէ։ Դավիթը այս սենյակում չի մահացել, ոչ էլ այս հոսպիտալում։ Բա որտեղ։ Ինչ եղավ Դավիթը։ Ես չգիտեմ։ Իսկ Դավիթը ինչքան պարկեց ստեղ։ Մոտ 2 շաբաթ։ Իսկ այդ ընթացքում իր մոտ մարդ բան չէր գալիս, ասենք տնեցիներից հերա, մերը։ Գալիս էր տղա ջան, մի մարդ էր գալիս նիհար, բոյով։ Նիհար բոյով։ Քավորը։ Կարող է հիշես այդ մարդու անունը Մուրադ էր։ Գուցե, հավանական է։ Այդ մարդը գալիս էր, նստում կողքին, գիրք էր կարդում։ Մուրադն է, բայելով է։ Բա հետո այդ մարդը Դավիթին տարավ։ Ուր։ Չգիտեմ տղա ջան։ Կներես, ես ուշանում եմ, պիտի գնամ արդեն։ Հա, մորկուտ ջան, իսկ ես որտեղ կարող քեզ գտնեմ, մենք դեռ լիքը բան ենք խոսում։ Վաղ է ժամին արի, ես էլի գալու եմ։ Խոսեմ։ Վաղ է ժամին։ Իսկ լինի չէ, ես ընկերոջս նկարները հետս վերցնեմ, վաղը կբերեմ։ Հա, կլինի տղա ջան։ Վերցրու։ Ոսկեզոծ էմալով և Սվարովսկի բյուրեղներով պատված օրիգինալ հուշանվերներ, որ կարող են հայտնվել ձեր սիրելիի կողքին, էքսկլյուզիվ դեկոր, այստեղ եղեցիկը շունչ է առնում, Vegas առևտրի կենտրոն Կաշիրսկի պողոտայի և մկադի հատման կետում և Crocus City Mall, մկադ մայրուղու 66-րդ կիլոմետրի վրա։ Այդ ինչ է, ինչ գործալիք։ Ապր շատ լավ գործ է, կարևոր գործ ապը, մի հատ պետք է իմ համար շատ արագ մի հատ TV գրես։ Ինչ TV։ Դե դու գիտես էլի աշխատանքի կոնկրետ պատմություն։ CV։ Հա դե հիմա ես ինչ գիտեմ CV-ա, TV-ա, ան։ Հա որտեղ է։ Դեսպանատուն ապեր։ Ասում է իրանց ուժեղ տղերք են պետք։ Ավետ շուտ արա։ Իվանասում չես եղան, հա։ Ինչ։ Ես թվում է քեզ չեն ընդունի։ Այդ ինչի։ Դու միցնք պակաս է ախպեր։ Չէ, պակաս չենք։ Բա։ Ինձ որ մնա դե մի բանի ավել ենք ուրիշներից, բայց այնտեղ անգլերենի մատուցոնա պետք բարձրագույն պիտի ավարտած լինես։ Այ ախպեր դու այդ CV-ին գրի։ Մնացածը ես գիտեմ ինչ կանեմ։ Հա մեր գործը։ Հա դե Դավիթ ջան, մեր գործը ինչ ապե։ Ճիշտ ասած ստե ես արդեն, սա որ սրա նրա ավտոյի տակ, յուղերի կեղտերի մեջ։ Հսախ կյանքս այդտեղ չեմ մնալու։ Այսի նորմալ գործ է, դեսպանատունն է, ամերիկացիներ են բանեն, տուրիստա բանա, 2000-ի փող տալի ապեր։ Լավ չի։ Գրի էլի տենանք։ Դու էլ մռութներդ մի կախի, հա, ես որ ընդեղ տեղավորվեցի, ֆոտոսպանդացրեցի, միանգամից կգաս մոտս ապեր։ Լավ արնելու։ Հա, բա ինչ, կարևորը դու տեղ գրի, չէ ճոխ գրի։ Սա կաստումն է քաշենք, վերներս էթենք տենանք հլը այդ ոնց են մարշում։ Գրի։ Սաղ ճիշտ գրեմ։ Հա, ինչ կա գրի։ Տունը մազիգել բան ունես, չէ։ Չէ, պրծել է ոնց որ։ Այդ լավ չի, մի կարգի բերեմ, կաստում հակնեմ, սպիտակ սարոշկա հակնեմ, թե կարմիր։ Սպիտակ։ Ոչ ուժացա։ Վերացիր, տեսա։ Համ անգլերեն, համ հայերեն։ Այս է շտազատիվիզությունը։ Պետք է Ալիկ, տենց է պետք։ Լսի, բայց դու իմ հետ պատի գազ գիտես, չէ։ Իզնես չեն թողել։ Շատ ես լեզվիտ տալիս, գնացինք։ Ալիկ։ Հաջորդը։ Բարև ցավը։
դուրս սպասել։ Կներեք, բայց դուք մեր պահանջներին չեք համապատասխանում։ Բայց ո՞րն է ձեր պահանջները, որ մի հատ ասեք, կարող է լավ էլ համապատասխանում։ Ազատեք։ Վերջ, այսքան բան։ Հաջորդը։ Դավը, պարզվում է, որ մերը մենակ գարաժն է ապեր։ Հալա մի տխրիկ, ունես չի վատ փող ենք աշխատում, պրոստը մի քիչ յուղոթում ենք։ Ես դալ գործը ձեռիցս բաց թողեցի։ Հազատու երկ աշխատենք էլի։ Քո ուզածն էլ է տա, չէ՞։ Ինչ ես բերանդ բաց է խնդում։ Գալս դուք այդ բավշե չիս ասում։ Տխրությունը սրա, ուրախությունը։ Պատկերացի քեզ մլիցու ֆորմով ստեդես պանատանդեմս գաստ կանգնած։ Ինչ ասիր արա։ Ուզում ես կաշիտ քերթեմ։ Ես արդեն մլիցուսները բռնեց։ Արիստել, կողմն է ասում, մորա։ Կարոտել եմ։ Ես պիտի վերջնական որոշում կայացնեմ։ Ի վերջո ես պիտի որոշեմ, թե ոնց վարվեմ ինձ դավաճանած ընկերներիս հետ։ Աստվածին, ես մինչև հիմա դրանց ընկեր եմ անվանում։ Որնա ճիշտը ներելն ու ամեն ինչ մոռանալը, թե մշակված ծրագրից միջև վերջացնելը։ Տեր Աստված, որնա ճիշտը։ Էդգարը Արամի պես ուզում ավրեժ խնդիր լինի։ Էդգարի աչքի մեջ ես փայլ եմ տեսնում, երբ խոսքը ընկերներից պատժելու մասին է գնում։ Ծնողներս միշտ են ներողամիտ եղել, միշտ, ու հիմա էլ նույնն են։ Իսկ դու, ինչ ես դու ուզում, Դավիթ, Արամ։ Դու նրանց կոչնչացնես, ոնց կվարվեր Արամը, թե կներես, ոնց կվարվեր Դավիթը։ Եթե ես իրանց հիմա չփրկեմ, չի բացառվում, որ իրանք իրենց ոչնչացնեն։ Հիմա իրավիճակը հենց այդպիսին է։ Իրանք ատում են միմյանց ու բոլորը հիմա Դավիթի կարիքն ունեն։ Ասա Լուիս։ Արամ դու ճիշտ էիր Սոնանց տեղը։ Ինչ անում։ Դուրսն է։ Երեխեքի հետ բակում է։ Նոր եկել։ Հա, մի 5 րոպե կլինի։ Լավ Լուիս, կարաս գնաս, դու ազատ ես, մնացածը ես կանեմ։ Բլույր, գործերը ոնց են։ Երեք ամեն ինչս ծրագրի է գնացել։ Արամ ոնց ասել էիր։ Այսօր Իրիկվա կողմն անցնում ենք երկրորդ մասին։ Լավ, եթե ամեն ինչ պատրաստ լինի, անպայման զանգում ես ինձ։ Եղավ Արամ։
Բադյո։ Կանեսնաժամ։ Բերկաց, լուսը վաղուց բացվել է։ Վանտում իմաց բոսանքի ժամն է։ Էդգար, ինչի դու ինձ ցած չես սիրում, հա? Քո ինչ ես սիրում, Վահան։ Վերջ առաջ մեծ աղբորդ ամենամոտ ընկերն եմ չէ։ Լավա հիշեցիր, որ Դավիթը քո ամենամոտ ընկերն էր։ Սի, ես քեզ բացի լավությունից ուրիշ բան չեմ արել, ինչի ես դու ինձ սենց ատում։ Ես ոնց որ քեզ արդեն լավ ես զգում, հա։ Արդեն մի քիչ լավ է։ Բա ինչի ես նստած։ Ոստիկանությունը քեզ դրսում սպասում է։ Ոնց ինձ սպասում։ Վան, դու չես հասկանում։ Դու որտեղ ես մնում, դրանով մեր կյանքն ես վտանգում։ Թե այդ հասկանալի քեզ ձեռնտու չի։ Ոչ ոք չգիտե որ ես տղամ։ Այդ ինչով եմ ձեր կյանքը վտանգում, հա։ Նրանով որ մարդ ես սպանել։ Նրանով որ կալանավայրից ես փախել։ Իսկ մենք օրինապահներից թաքուն մեր տանը քեզ տեղ ենք տվել։ Վան, ծնողներս մեծ մարդիկ են, բայց դու անգամ այդ հաշվի չես առնում։ Դու բոլորի վրա թքացում ես, մենակ քո մասն ես մտածում։ Այդքան ես գնալ տեղ չունեմ։ Ամենակիչ ինձ, հենց այդ է հետաքրքրում։ Վաղ առավոտ տեղ չլնես։ Ես տեղից որ դուրս գամ, հենց դուրս գամ ինձ կբռնեմ։ Վան, քեզ վաղ թե ուշ բռնելու են։ Մի օր շուտ, մի օր ուշ, ինչ տարբերություն։ Բայց որ դու ստեղ մնացիր ու հանկարծ իմացան, բա որ իմանան։ Ոնց։ Կարող է հարևաններից մեկը տեսել է։ Չէ, ոչ ոք էլ չի տեսել։ Որ տեսած լինեին մենթերը վաղուց տեղ կլինեին։ Ու երկար ես պատրաստում մեր տանը ոտը պնդացնես։ Էդգար, Դավիթը վաղտով էսի համել իմ տուններ։ Ես մեր տան այդքան չէ լինում, ինչքան ստեղ է լինում։ Դրա համար ախորս հետ տենց վարվեցիր։ Ոնց եմ վարվել, Էդգար, ինչ եմ արել, ինչ։ Ինչ ես անում։ Ծալեն արդեն սպասի գոնոքն է։ Ցեցե լավ ապրծա։ Տեսես գիտեղն էլ չի մնացել։ Սպասենք տնանք մյուս անգամ եփ են գլուխդ բացելու։ Բերանդ խերով բաց։ Ապեր, ես աշկիս եկոս փողվում տուն։ Բանտուն թե խաղալ։ Էն։ Դու գիտես, ես երկար չեմ կարող նույն տեղը տիտիկ անել։ Գիտեմ շատ լավ գիտեմ։ Լսի, մտածում էի կարող է ուզենաս մեր այդ արհեստանոցում աշխատես։ Գիտեմ որ Ալիկը քեզ չի սիրում, բայց խոսում է դու կամոզեմ։ Ես ոչ չեմ գժվել, այդ կեղտու փոշու մեջ։ Չէ, ախպեր, շնորհակալ եմ։ Ես իմ գլխի ճարը կտեսնեմ։ Բայց ձերս մեջ է քորա գալի, չսպասեմ միջև վաղը, հա, հենց այսօր էլ այդ աշկից փող է գալու։ Ուր, նորմալ։ Ախպեր, առաջինը ես։ Ոնց եք երեխեք ջան։ Լավ, մամ ջան։ Բաղնիկը ազատ է արդեն։ Հա, կարող եք լողանալ։ Ջեր խանգարի։ Ես էլ ձեր համար սրբիչ եմ բերել։ Միջև դուք լողանաք, Արվահան ջան, ես էլ սպիտակ եղնակ փոխեմ։ Վաղան ուզում եմ վաղը գնա։ Ինչի Վահան ջան, քեզ լավ չենք նայում այստեղ։ Ինչ ես ասում, ասպիկցա, ինձ սենց կի մեր տունը չեն նայում։ Ես էլ հավատացի։ Ոնց ես հորս սարև, ասպիկցա, ոչ բան։ Իմացի էսի քո տունն է։ Երբ պետք լինի, ինչքան ժամանակ հո պետք լինի, կարաս գաս մնաս։ Չէ՞ մամ։ Հա ցավդ տանեմ։ Իհարկե, Վահանը մեր տան տղան է։ Դե գնացեք լողացեք։ Գնա լողացի։ Գնամ ես արը։ Գնա։ Գնաց Վահանը։ Հա, մնա։ Դավիթ ջան, Վահանի ծնողներն ովքեր են։ Ինչ կապ ունի մամ։ Չէ, ոչ մի կապ չունի, պարզապես 4 օր է մեր տանն է ընթացքում ոչ մի անգամ տնեցիկ չեն զանգել։ Չէ, մամ, ես եմ զանգել իրանց ասել, որ մնալ եմ մեր տունը ամել,
Ամեն ինչի պետք է զանգեի։ Ճիշտ որ Դավիթ ինձ միշտ ասում էր, որ ես տունը համել եմ տուն։ Ես ու Դավիթը աղբերներ էինք։ Ճիշտ ես, ես հետ հիշում եմ, ես հետ շատ լավ եմ հիշում Վահան։ Ուրեմն ինչն է փոխվել, ինչ ես հիմա տենց վարվում եմ։ Դու հարցիդ պատասխանը լավ գիտես։ Ես չեմ փոխվել, ես նույնն եմ մնացել։ Ինձ մենակ Դավիթը կհասկանար։ Ընդհանրապես, ես մենակ Դավիթն էր հասկանում։ Մենք էլ չենք փոխվել։ Մենք էլ ենք նույնը մնացել Վահան։ Ուղղակի ես եմ մեծացել։ Մեծացել եմ ու որոշ բաներ եմ հասկացել։ Ինչ ես հասկացել։ Որ եթե քո նմանի բերանը մատ ես դնում, պետք է իմանաս, որ մատիդ հետ ձեռդ ենք ուտալու։ Մի խոսքով Վահան, դու արդեն քեզ լավ ես զգում։ Ու վաղ առավոտ պետք է գնաս։ Ուր ուզում ես։ Ծամոն դու մյուս անգամ։ Արի ցես։ Ալամ դու կամստանալու եք։ Ինչ։ Դու կամստանալու եք։ Հələ լսեք, մի հատ հիմա ասում եք ինձ ինչ եք սովորում։ Երեխաներ, բոլորդ ներսանցեք, ճաշի ժամն է։ Արագ։ Ուշներ պաչեմ, եկեք մի հատ պաչեմ բոլորից ու վազեցինք հաց ուտելու։ Ներեցեք, սա վերցրեք, հա, թող էստեղ չմնա։ Դե գնացինք, երեխեք, գնացինք։ Հաջողություն, բոլոր թաթիկներով, հաջողություն։ Գիտեի, որ այստեղ քեզ կգտնեմ։ Ինչ ես եկել։ Անհանգստանում էի։ Անհանգստանալու պատճառ չկա։ Գիտեմ, որ չկա պատճառ, բայց ես անհանգստանում եմ։ Ես ձեզ մոտ չեմ վերադառնա։ Դու Ալիկը Վահանը մերին խելագար եք իսկական։ Դուք իրար եւ ատում եք եւ սիրում միաժամանակ։
Դու կարող եք իրար դավաճանել, հետո բարիշել, հետո նորից դավաճանել։ Ես դա չեմ կարող հասկանալ։ Ես չեմ կարող ձեր մեջ ապրել։ Ճիշտ ես։ Դու լավ մարդ ես, բայց չես զգում, որ գնալով չարանում ես։ Դու շատ լավ ծնողներ ունես, հիանալի։ Գոնե իրանց խղճա։ Ճիշտ ես։ Չես կարոտում։ Կարոտում եմ։ Իհարկե կարոտում եմ եւ մամային եւ պապային, Էդգարին եղբորս։ Ուզում եմ գրկեմ, համբուրեմ իրանց կողքը լինեմ, բայց… Բա ինչի չես գնում։ Ում ես սպասում։ Ինչ ես սպանում քո մեջ բարությունը, առանց որի հնարավոր չի ապրել։ Ճիշտ ես։ Այնուամենայնիվ դու ճիշտ ես։ Ես կգնամ մերոնց կտեսնեմ, անպայման կտեսնեմ։ Բայց գիտես ինչից է սիրտս կտոր լինում, որ ես պիտի գնամ տեսնեմ ու հետո լքեմ իրենց։ Լքեմ ու Դավիթը նորից դառնում է Արամ, որ իր գործը վերջնակետին հասցնի։ Այնուամենայնիվ որոշել ես վրեժխնդիր լինել։ Մի բան հարցնեմ մենակ անկեղծ պատասխանի։ Դու չես կարոտում Ալիկին, Վահանիններին, քո ընկերներին։ Չասես չէ, որովհետև չեմ հավատա։ Այն մարդը, ով գիտի, թե կարոտն ինչ բան է, միևնույնն է կարոտում։ Անկախ նրանից ընկերները իր հետ ոնց են վարվել։ Ճիշտ ես, ես կարոտում եմ։ Կարոտում եմ, բոլորին էլ կարոտում եմ։ Իմ անցյալն են, չէ վերջում։ Բայց ես մի բան հստակ գիտեմ, որ բոլորին չեմ կարող փոխել։ Դրանք փոխվողը չեն Սոնա, փոխվողը չեն, իսկ դու կյանքը քոնն է, ոչ թե իմ նմաններին։ Ես ուզում եմ, որ դու բուժվես։ Դա արդեն քո գործը չի։ Դու անցյալ ունես։ Նայնց ոնց որ Ալիկը Վահանը մերին։ Ու ամենահավորը գիտես որն է, որ ձեր անցյալը նույնն է։ Ու չեք կարող փախչել ձեր անցյալից։ Ես քեզ կարոտում եմ։ Ես քեզ իրոք կարոտում եմ։ Բայց թե ինձ համար, թե քեզ համար ճիշտ կլինի, որ մենք էլ չհանդիպենք։ Գնա արա։ Գնա։ Մամ, բարև մամ, ես եմ։ Դավիթ։ Հա, մամ, ես եմ, ոնց եք։ Լավ ենք, Դավիթ ջան, ինչ եղել, ձայնդ մի տեսակ է։ Չէ, ոչ մի բան չի եղել, ուղղակի քեզ շատ էի կարոտել, ուզում էի ձենդ լսեի։ Ոնց եք, Էդգարը, պապան, ոնց են։ Լավ են, բալես։ Դավիթ ջան, 2 օր առաջ… Մամ, ուզում եմ գամ ձեզ տեսնեմ, ես մի 15 րոպեից դեռ կդնեմ։ Հա, կգամ կխոսեմ։ Մամ ջան։ Մամ, ճաշը չեղավ։